Ինչը հարկավոր, որպեսզի այս ընտրություններին հաջորդող process-ների մասին դեռ ասելու եմ, որպեսզի այս ընտրություններին շախմատային լեզվով ասած մատ լինեն նրանք, ովքեր պլանավորում են նորից Նիկոլ Փաշինյանի ճակերտների մեջ պայմանական ասած իշխանությունը շարունակել ու երկարացնել։ Անպայման անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական դաշտում գոյություն ունենա, այսինքն ընտրություններին մասնակցի եւ պատրաստվի հետընտրական անպայման ալիքային process-ներին, այնպիսի ուժեր, որոնք որ բավարարելու են հասարակության 60-70%-ի բոլոր լուրջ հետազոտությունների արդյունքներով։ Պահանջարկը հետևյալն է՝ լսել ճիշտը, ուզում են մարդիկ լսել ճիշտը, ուզում են մարդիկ տեսնել համոզիչ այդ կեղտոտ ներքին համակարգի հետ կապ չունեցող ուժերի դեմքերի, կուսակցությունների, դաշինքների եւ ուզում են անպայման լսել ու տեսնել ջղայնություն, ցասում, պատժի, արդարադատության եւ պատժի անդառնալիության երաշխիք բերող անձանց եւ ուժերի։ Այսինքն այն, որ Սերժը ծնեց Նիկոլին, Միշիկը կերակրեց, մեծացրեց, հասցրեց, մյուս ընդդիմադիրները խաղի մեջ մտան, իրար հետ ծախեցին երկիրը, վտարեցին երկրից բոլոր արժանավայել մարդկանց մտավորականությանը ստեղծող, արարող, աշխատող հիմնականում մարդկանց ու երևույթներին, այն որ մտցրեցին թուրքերի տակ, այն որ փողերը տարան ու շարունակում են տանել, այն որ թաղեցին 5000 երեխա, այն որ 10,000-ից ավել սարքեցին հաշմանդամ, հավերժ հաշմանդամ ու դժբախտ, այն որ 100 քանի հազար մարդու սարքեցին բոմժ բառի բուն իմաստով, զրկելով նաև հոգևոր կացարանից, այն որ եկեղեցին ուզում են լղճեն, որպեսի հայոց պատմությունը ավարտվի ընդհանրապես առհասարակ, աննախադեպ, հազարամյակներով նախադեպը չունեցող իրավիճակ, այն որ սարքել են մարդկանց մեծ մասին բանջարեղեն, անտարբեր կենսաբանական օրգանիզմ, այս ամենը պիտի ասվի, այն որ 30 տարի հատուկ կրթությունը ջնջում էին, որպեսզի հետո հասցնեն այսենց վիճակի, եւ այլն, այս ամենը պիտի ասող լինի, համոզիչ կերպով ասող լինի, եւ համոզիչ կերպով մարդկանց երաշխավորող լինի, որ սրա համար պատիժ է լինելու, խիստ արդար, բայց խիստ ու անդառնալի, որ մահապատիժ է լինելու Հայաստանում, ժողովրդի արունը խմելու համար, պետական դավաճանության համար, պետական մասշտաբի թալանի համար, սրիկայության, տիեզերական սրիկայության ու պոռնկորթիության համար, այս ամենը պիտի ասվի։ Քաղաքական դաշտում այսօր, այսինքն նկատի ունեմ ընտրություններին մասնակցելու հայտ տված, հիմնականում ֆեյք, որոշ բացառություններով մոլորյալ ուժերի եւ կերպարների շուրթերից այս բաները չի կարող հնչել, ով որ ասեց Սերժը ծանեց Նիկոլին, Միշիկը կուրսկ տվեց, կերակրեց, հասցրեց, Նիկոլը դրանց աջակցությամբ ծախեց հայրենիքը փողով կոնկրետ ծախեց, թաղեց երեխեքին, ծախեց, տարավ լցրեց մի տեղները, այդ մարդուն կամ պետք է բռնեն, կամ պետք է սպանեն, կամ պետք է առնեն։ 3 տարբերակ։ Դրա համար հայաստանյան քաղաքական ներկապանակում, ընտրությունների մասնակցող ներկապանակում այդպիսի բան չկա ու չի էլ լինելու։ Նամյոկներով, կիսատպռատ ինչ-որ բաներով, հասկանալով, որ ժողովուրդը սա ուզում է լսի, ակնարկներով ինչ-որ բաներ փորձում են ասել։ Խոսքը գնում է այն ռեսուրս, փող, մանիպուլյացիայի հնարավորություն, մեդիա տիրապետում ունեցողների մասին եւ հայտ ներկայացրածների մասին։ Էլի եմ ասում, 1-2 մոլորյալներին կամ ասենք հնարավորություն չունեցողներին բացառելով։ Մեծ մասամբ սա է իրավիճակը։